Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների մի մասը բոյկոտել է վարչապետի հետ հանդիպումն ու ի նշան բողոքի լքել դահլիճը։ Այդ հանդիպումից միրիլ է Facebook-ում տեղադրել Փաշինյանը, որտեղ մոնտաժված են բոյկոտի կադրերը։ Երևի կկտրեն մեր խոսքի հատվածները։ Անգամ տեսախցիկը մեր ուղղությամբ դրված չէր։ Նա մարդ է, որ դառնում է բռնապետ։ Գուցե արդեն դարձել։ Պետերբուրգում բնակվող հայ տղամարդու խոսքով մենախոսության էր Փաշինյանը վերածել հայ համայնքի հետ այդ հանդիպումը։ Հայերի հարցերին պատասխանում էր ժամերով, բայց բուն պատասխաններ չէր հնչեցնում։ Մարդիկ 2-3 րոպեի ընթացքում են հարց տալիս։ 90 րոպե նա խոսում է։ Դա մենախոսություն է, իսկական մենախոսություն։ Նա մոնոլոգների չեմպիոն է։ Եթե երկրի ղեկավարը մենախոս է, դա բռնապետության նշան է։ Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի առաջ արդարացել է Փաշինյանը, Արցախի մասին խոսել, թե դեռ 2018-ին պատկերացում չուներ, որ փակուղում է Ղարաբաղի հարցը։ Արդարանալով, ներկայացնելով դասարանցիներին, ընկերներին օրինակ բերելով, ֆիքսելով, որ հա, ես ֆանատ եի Արցախի, բայց Արցախը տվեցինք, դե հիմա ֆանատ ես Հայաստանի, Հայաստանն էլ ես տալու։ Դա ծածուկ հանդիպում էր, որի նպատակը պարակտելն էր մեր հասարակությանը, նկատում է Վահե Ավետյանը։ Իրա վարած քաղաքական այդ բանաձևը պարակտիր, որ տիրես, մենք այսօր Հայաստանում ունենք առկա պրոբլեմներ, դա ռեպրեսիաներն են, դա քաղաքական մեր բանտարկյալներն են, Սամվել Կարապետյանը, սրբազանները, ֆիքսելով այն, որ ինքը մի հրամանով ձև քթեք խանութը փակեք, ձև քթեք Սամվելին փակեք, ձև քթեք եկեղեցականներին փակեք, ձև քթենք իրան փակենք։ Փաշինյանի հետ հանդիպմանը գրեթե 60 մարդ է եղել, նրանց թվում նաև ներկայացուցիչներ Հայաստանի արտգործնախարարությունից և հյուպատոսությունից, Մոսկվայից, նաև 20 երիտասարդական կազմակերպություններից։ Հանդիպումը կեսօրից հետո պետք է լիներ, սակայն այն հազիվ երեկոյան 6-ին է սկսվել։ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքին զայրացրել է, որ Փաշինյանն այդպես էլ չի գնացել Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, որտեղ 100 ծխական և համայնքի անդամներ են հավաքված եղել։ Նրանք ցանկացել են եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ իրենց մտահոգությունները հայտնել։ Գանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։